Քեշ երազներ, չար հարցակումներ երազներու մեջ, արդյոք գա ազատում, գա վերջ այս ամեն ինչին, այո անպայման գա սիրելիներ, այսօր կուզեմ շատ կարճ խոսիլ երազներու հետ կապված, այսօր շատերուն երազներու մեջ կան թիվային չար հարցակումներ եւ Աստծո կամքն է, որ ծեր երազները լան օրտնված աստվածային երազներով, դեսիկներով եւ իրականության մեջ ճշտամին սատանան գուզե հարցակումներ մեր կյանքերու մեջ նաեւ մեր երազներուն միջոցով։ Ադորամար այսօր եթե դու մեկն ես, որ գտժվարանաս քու քնանալու մեջ թիվային երազները, չար հարցակումները, շատ լավ է եւ շատ կարեւոր է, որ նախքան բարգինք աղոտ կրենք եւ Աստծո խոսքը գարտանք։ Եվ իրականության մեջ ասիգա գրնանք ասել առողջ սովորություն մնե, որ մեր կյանքի մեջ մենք նախքան բարգինք պետք է անենք, որովհետեւ ինչպես քիչ առաջ ասի տշտամին հadouk կուզե հարցակումներ կատարել մեր երազներուն մեջ։ Ադորամար շատ լավ ապահովություն է եւ կարեւոր է, որ մենք նախքան բարգինք հadouk ժամանակ տրամադրենք Աստծո խոսքը գարտալով եւ աղոտ կնելով։ Բայց շատ կարեւոր բան մը գասիրեներ, որ ուզեմ հիշեցնել, որ մենք ոչ թե միայն նախքան բարգինք պետք է Աստծո կամքը փնտրենք, Աստծո աղոտ կնենք, այլ մեր ամբողջ օրվա ընթացքին, որովհետեւ այսօր շատ բաներ կա, որ իր գունը մեր երազներու մեջ կգադարվի, որ մեր առօրյային գուկա, որովհետեւ այսօր մարդը պետք է իր ամբողջ օրը ապրի Աստծո կամքին համաձայն, որովհետեւ շատ մը սխալ տուրեր չի բանա, որ իրեն երազներու միջոցով չարը չի հարցակի, ադորամար ոչ թե նախքան բարգինք Աստծո խոսքը եւ աղոթն է կարեւոր, այլ ընդհանրապես մեր օրվա ընթացքին մենք պետք է ամեն ժամանակ Աստծո կամքը փնտրենք, Աստծո խոսքի համաձայն ապրենք եւ աղոթ կրենք։ Բայց եթե խոսենք վարժությամբ, որ գոչվի աղոթք եւ Աստծո խոսք նախքան բարգիլը, ես գուզեմ մի քանի Աստծո խոսքեն համարներ հիշեցնել ցեզի, որ գրնակ ադոնք կարդալ, ադոնք հրճագել նախքան բարգիք եւ հետո աղոթ կնեք։ Սաղմոս 91:5-ն 6-րդ գլուխը, գիտեք ասոնք ավելի համարներ են, որ դուք հիշեք որպես Աստծո զավակներ, եթե դուք Հիսուս Քրիստոսին ընդուներեք որպես ձեր կյանքին դերը եւ բրգիչը, դուք Աստծո զավակ եք։ Ինչու դուք Աստծո զավակ եք, որովհետեւ Աստվածաշունչը գսե բոլոր անոնց իշխանություն դրվեցավ, որու բոլոր անոնց, որ ընդունեցին Աստծո միածին որդին, իրենց իշխանություն դրվեցավ, որ իրենք Աստծո զավակները լան։ Եվ եթե դու Աստծո զավակ ես, Աստված խոսք ունի քեզի համար, եւ իրականության մեջ Աստված ամբողջ մարդկության համար խոսք ունի, եւ իրականության մեջ Աստծո կամքն է ամեն մարդ լափրկված եւ Աստծո խոստումները ժառանգե, բայց միայն Հիսուս Քրիստոսն է միջոցը փրկության, Աստծո միածին որդին, որ 2000 տարի առաջ խաչվեցավ եւ երրորդ օրը հարություն արավ։ Հիմա ես կուզեմ մի քանի Աստծո խոսքեն դեղեր ասել, որ գհիշեցնե մեզի մեր իշխանությունը, գհիշեցնե մեզի թե մենք ով ենք որպես Աստծո զավակներ եւ գհիշեցնե մեզի որ տշտամին բարդված է եւ իրականության մեջ մեր թիրքն է հաղթական թիրքը եւ տշտամու թիրքը ինքը բարդված է։ Սաղմոս 91:5-6 Ես մեկ-մեկ պիտի չի գարտամ, բայց դուք կրնակ մեկ-մեկ բանալ եւ գարտալ եւ մտածել այս ամեն ինչին մասին։ Եսայա 54:17 Արագած 3-րդ գլուխ 24-րդ խոսք Սաղմոս 4-րդ գլուխ 8-րդ խոսք Ղուգաս 10-րդ գլուխ 19-րդ խոսք Հռոմեացիս 16-րդ գլուխ 20-րդ խոսք Գիտեք աս ամեն համարները զանազան ծևերով մեզի հիշեցնեն մեր իշխանության մասին, շատ համարներում մեջ հրճագումներ կա, որ ես պիտի չի վախնամ մահեն, պիտի չի վախնամ խավարեն, մեկ խոսքով որպես Աստծո զավակներ գիհիշեցնե մեր իշխանությունը, գիհիշեցնե թե մենք ով ենք իրականության մեջ։ Եվ գիտեք, Աստծո կամքն է, որ մենք լանք որպես Աստծո զավակներ, այնտեղ ուր որ պետք է լանք, մեր թիրքը։ Գիտես, եւ որ այսօր մարդը կվախնա, պատճառներ ունի։ Եթե այսօր մարդը չի վախնար, նորեն պատճառներ ունի։ Այսօր շատ մարդիկ կան գրնալ ալթուն, որ հիմա ինձ գտիդես, գրնալ արդեն դարիներ է քու երազներուտ մեջ հարցակումներ կան, թիվային։ Եվ գիտեք, շատ զանոթ է ինձի, թե որքան ծանր երազներ գրնալա, նույնիսկ մարդոց կյանքերում մեջ այսօր դարիներ է, երկար դարիներ է,
ոչ թե բարձավես երազ, այլ այսօր մարդիկ գաբրին, գվերաբրին իրենց ֆիզիկականի վրա շատ մը երազներ գվերաբրին, շատ մը հարցակումներ, զանազան են հարցակումները չարեն, բայց գիտեք այսօր ես կուզեմ գար անդրադառնալ, որ այսօր մեր կյանքերում մեջ Աստվածաշունչը գսե բադահական բան չի գա, նույնիսկ անեծքի մասին գխոսի, որ գսե Արագած գրքի մեջ ոչ մեկ անեծք բադահական չէ։ Այսօր երբ որ մենք մեր օրվա մեջ բաներ գնենք, բաներ գխոսենք, բաներ գլսենք, բաներ գտիդենք, մեղքեր գկործենք, ադոնք կրնան հստակ պատճառը լալ, որ մենք մեր երազներում մեջ հարցակումներ ունենանք։ Այսինքն ադիգա օտեն չի կար։ Եթե այսօր դարիները երազներուտ մեջ հարցակումներ գա, ադոնք պատճառ ունին։ Այսօր գրնա ովևէ մեղքը, որ տուն առօրյային գործես, ադիգա հայտնվի քու երազներուտ մեջ։ Ադիգա բադահական չէ, որովհետև ադիգա թուր է բացված թշնամին։ Շատ գուզեմ զգուշացնել, բաներ, որ մենք կդիտենք մեր հեռախոսներում մեջ։ Այսօր social media-ն ինքը եթե կորցածենք լավին, ինքը լավ է։ Հիմա օրինակ դու ինձ կդիտես social media-ի միջոցով, բայց այսօր շատ կան բիղծ բաներ, շատ կան սխալ բաներ։ Այսօր երբ որ դու գտիդես այդ ամենը, դու գլսես ինչ որ բաներ, գիտես ինչին արիդ կուդաս, ինքը մուտքը կորձե քու կյանքիդ մեջ։ Եվ երազը ադոնցմե մեկն է։ Այսօր քու կյանքիդ մեջ, քու օրվատ մեջ, դու դիդելու միջոցով, լսելու միջոցով, քու հարաբերություններուդ մեջ, քու ծածուկ կյանքիդ մեջ, ինչ գնես, ինչպես գանցնես քու ժամանակդ։ Այս ամենը պատճառ կլան, թե քու երազներուն մեջ սատանան արիդ գտնե, թե ոչ։ Գիտեք շատ ժամանակ ուղագի թշնամին գուզե հարցագիլ, այսինքն ոչ թե որովհետև մեղ կործեցիր հարցագեցավ, չէ, բարձավես թշնամին, որովհետև ինքը հագարագորդ է, ուզեց հարցագիլ։ Եվ շատ ժամանակ ոչ թե բարձավես հարցագեցավ, այլ որովհետև տուն թուրեր բացածես, ինքը արդեն ոչ թե գահարցագի, այլ քու կյանքիդ մեջն է, ինքը հարադև քու երազներուտ մեջն է։ Հիմա գար ջսեմ ինչ տարբերություն կա։ Այն բաները, որ հարադև գգրտնվին, արդեն հոնդեղը մեծ հարցմանշան կա, որ թշնամին արդեն մուտ կործած է կյանքիդ մեջ, երազներուտ մեջ։ Բայց երբ որ բաներ ժամանակ առ ժամանակ կլա, ադիգա ասել չէ թշնամին մուտ կործած է, ադիգա բարձավես թշնամու հարցակումն է։ Այսինքն եթե 5 տարի է տուն վախնալիք երազներ կտեսնես, արդեն հոնդեղը կյանքիդ մեջ թշնամու ներկայություն կա, որ միայն Հիսուս Քրիստոսը գրնա քեզի ազատ արձակել։ Բայց եթե 3 ամիս անգամ ինչ որ հարցակումը, ինչ որ վատ երազը գլա, ասել չէ տուն թշնամին քերին ես եւ թշնամին քու կյանքիդ մեջն է եւ տուն հիմա վիճակդ լավ չէ, չէ, բարձավես պետք է հագարակվիս թշնամին, վրընդես քու կյանքեդ եւ վերջ։ Եվ նույնը մույս բարակային, եթե այսօր դու մեկն ես, որ հստակ գիտես, որ քու կյանքիդ մեջ չար թիվային ներկայություն կա, ինչ պատճառներով եւ ադոնք քու երազներեն չեն հերանար, այսօր գա ելքը քեզի համար։ Բայց դու քու բաժինը դունիս։ Կուզեմ գիտնաս, որ միայն Հիսուս Քրիստոսն է, որ գրնա քեզի ազատ արձակել, եւ բայց քու բաժինդ որ կարեւոր է, դու քու գամքով պետք է հագարակվիս թշնամին, դու քու գամքով պետք է թշնամին ասես ես չեմ ուզեր քեզի իմ կյանքիս մեջ։ Դու քու գամքով պետք է երես դարձնես այն ամենն, որ դու մեջն ես, որ Աստծո կամքին համաձայն չէ։ Եվ հիմա սիրեներ, այս համարները, որ ես ասի գխնդրեմ, դուք սերդեք աս ամեն ինչը, դուք գարտացեք, մտածեցեք այս ամեն ինչը, գրնակ չի բարգած աս ամենը հրճագել։ Եվ ես հիմա բիդի աղոթեմ 3 աղոթք, աղոթք ապահովության համար նախքան քնանալը, աղոթք հոգևոր իշխանության համար, աղոթք ազատագրման համար։ Ես հիմա աս աղոթքը որ գաղոթեմ, ասել չի անպայման նման սերգյանքը պետք է աղոթեք այնինչ որ ես հիմա պիտի առաջարկեմ, բայց ասիգա աղոթ մնե որ շիդագ է եւ դուք կրնակ հավատքով հրճագել ասիգա, բայց ես անշուշտ է գնախնդրեմ, որ միան ասիգա չլա ծեր աղոթքը, այլ ասիգա բարձավես օրինակ մըլա աղոթքի, բայց ծեր կյանքի մեջ ծեր աղոթքի կյանքը դուք Աստծո հետ ժամանակ անցնելով պետք է զարգացնեք եւ ասեմ ամենաշիդակ աղոթքը Աստծո խոսքի համաձայն աղոթելն է։ Այնինչ որ Աստծո խոսքի համաձայն չէ, ադիգա Աստծո մեջ է։ Ամեն ինչ որ Աստծո խոսքի համաձայն է, ադիգա Աստծո մեջ է։ Աղոթք ապահովության համար նախքան քնանալը։ Երկնավոր Հայր, այսօր քու ցերկը գահանցնեմ այս գիշերը իմ միտքը
մարմինը եւ հոգին։ Ես կհրճագեմ Հիսուսի արյունը իմ երազներու վրա, շրջաբադե ինձի քու հրեշտակներով եւ քու խաղաղությունը բահբանե իմ սիրտը ու միտքը։ Հիսուսի անունով։ Ամեն։ Աղոթք հոգևոր իշխանության համար։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ այն իշխանության համար, որ դու ինձի դվիր տշտամու զորության վրա։ Ես կգաբեմ եւ կքանթեմ ամեն թիվային ծրագիր ծրագրված հարցակելու իմ երազներու վրա, կհրճագեմ ազատություն եւ խաղաղություն իմ քունի համար, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Աղոթք ազատագրման համար։ Հիսուսի անունով ես կքանթեմ ամեն թիվային հարցակում, ես կհրաժարվեմ ամեն թիվային ներկայությունը եւ այսօր ես կմերժեմ իմ երազներու միջոցով իմ կյանքի մեջ ամեն վախի հոգի, ամեն շփոթության հոգի, ամեն ջնշումի հոգի, ես Հիսուսի անունով կհրամայեմ հերանա ինձ մե, ես կհրճագեմ, որ ես ծածկված եմ Հիսուսի արյունով եւ ամեն զենք, որ իմ թեմն է, երբեք չի հաջողվիր։ Ամեն։ Գարտացեք Աստվածաշունչը սիրելիներ, աղոթքով ժամանակ անցուցեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ եւ հավատացեք, որ այնինչ որ Աստծո խոսքը գսե, Աստծո կամքն է ցեզի համար, վախը պիտի չի թակավորե մեր կյանքի մեջ, մահը պիտի չի թակավորե մեր կյանքի մեջ, շփոթությունը պիտի չի թակավորե, մեր դերը պիտի թակավորե մեր կյանքի մեջ եւ մեր Տիրոջ կամքն է, մեզի ազատն է ամեն վախերը, ամեն թիվային ներկայությունը, չար ներկայությունը, հիշեցեք սիրելիներ, 2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը խաչին վրա իր արյունով խայդարագեց տշտամիին եւ երրորդ օրը հարություն արավ, հաղթեց մահվան եւ դուրս եկավ եւ սիրելիներ, այսօր եթե Հիսուսը ծեր դերն է, դուք հաղթող եք։ Աստված օրհնե ձեզի։ Ամեն։